Գառնիի ամրոցը անտիկ Հայաստանի և ընդհանրապես ողջ Անդրկովկասի եզակի հնավայրերից է։ Այն ներառում է ամրոցի պարսպապատը, մի հրաստո տաճարը, պալատական և աշխարհիկ կառույցները, արքայական բաղնիքը, վիշապակոթողը, հնձանը, 7-րդ դարի եկեղեցին, միջնադարյան կամուրջը, մատուռը, խաչքարերը և պատմամշակութային այլ արժեքներ։ Պահպանման գոտին 5,1 հեկտար է։ 14-րդ դարի հայերեն մի ձեռագրի համաձայն գառնին կառուցվել է մեր թվարկությունից առաջ 2166 թվականին։ Բնակավայրի հիմնումը ըստ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու հնամենի ավանդազրույցը կապում է հայոց ազգածին նահապետ Հայկի ծոռ Գեղամի հետ, ում թոռան Գառնիկի անունով էլ ամրոցը հետագայում վերանվանվել է Գառնի։ Հնավայրի մասին ամենից վաղ ու հավաստի հին գրավոր հիշատակությունը Գյառնյանի անվամբ պահպանվել է Վանի թագավորության տիրակալ Արգիշտի առաջնի ամրոցում և մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի առաջի կեսով թվագրվող արձանագրության մեջ։ Բնակավայրը հիշատակում են նաև վաղ միջնադարի հայ մատենագիրները։ Պեղումները փաստում են, որ տարածքը բնակեցվել է մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջին քառորդից և գրեթե առանց ընդմիջման կյանքը այստեղ շարունակվել է մինչև ուշ միջնադար։ Ամրոցի առաջին պեղումներն իրականացրել է Նիկողայոս Մառը 1909-ից 1911 թվականներին։ Ամրոցի հետազոտման հիմքերը սակայն դրել է շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ և բնագետ Ֆրեդերիկ Դյումբեա դը Մոնպերեն 1834 թվականին։ 1963 թվականի կատարված պեղումների ընթացքում անտիկ տաճարից ոչ հեռու, պալատական դահլիճի ներսում հայտնաբերվել է բազալտե վիշապակոթողի ստորին կես, որի դիմային հատվածում պահպանվել է Արգիշտի առաջնի սեպագիր արձանագրությունը։ 1945 թվականին անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանը Գառնի գյուղի գերեզմանոցում պատահաբար հայտնաբերել է հունարեն արձանագրություն։ Հելիոս Դրդատ Մեծ, տերը Հայաստանի, տիրակալը թագուհու համար կառուցեց տաճարն ու Բերդն այս անառիկ իր թագավորության 11 տարուց։ Գառնիի տաճարը կառուցվել է մինչև 1,5 մետր երկարության լավ մշակված տեղական կապտավուն գործաքարի բազալտից։ Պատերը շարվել են առանց շեղախի, 4 շարով։ Քարերն ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղաձիգ ուղղությամբ ամրացվել են երկաթե գամերով, իսկ դրանց միացման հանգույցները ամրացվել են հալած կապարով։ Հեթանոսական տաճարն իր հորինվածքով պերինտերոս է, կանգնեցված հռոմեական պատվանդամի վրա։ Կարծիք կա, որ հուշարձանի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Կառույցի հարդարանքն աչքի է ընկնում գեղարվեստական կատարման մեծ վարպետությամբ։ Սյուների խոյակները զարդարված են բարձրաքանդակ ձվաձև զարդամոտիվներով ու գալարազարդերով, քիվը առյուծի գլուխներով, արմանևիկներով ու ականթոսի տերևներով։ Հայ արվեստին հատուկ բուսական և կենդանական զարդանախշերը և դրանց պլաստիկ հարդարանքը, ինչպես նաև բազալտե քանդակների կատարման տեխնիկան վկայում են, որ տաճարի կառուցմանը հիմնականում մասնակցել են տեղացի վարպետները։ Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի և ճշմարտության խորհրդանիշ, հաճախ պատկերվել է ցլի խավարի դեմ մարտնչելիս։ Տաճարի ներսում գոյություն ունեցող խորանի պատվանդանին դրված է եղել ցլի դեմ մենամարտող Միհր աստծո արձանը։
Տաճարը կանգուն է մնացել մինչև 17-րդ դարը և կործանվել 1679 թվականին ավերիչ երկրաշարժից։ Ի տարբերություն հայկական ճարտարապետության շատ օրինակների, Գառնեի տաճարի մանրամասն գրավոր նկարագրությունը և նրա պատկերը չեն պահպանվել միջնադարի հայերեն գրավոր սկզբնաղբյուրներում, մանրանկարչության մեջ, որմնանկարներում և խճանկարներում։ Անվանի շատ ճարտարապետներ փորձել են վերաստեղծել տաճարի նախնական տեսքը։ Ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը 1968 թվականին ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերած նոր նյութերի հիման վրա կազմեց նոր նախագիծ, որը նախորդներից առանձնանում էր իր փաստարատ հիմնավորումներով և ճարտարապետական համարձակ լուծումներով։ Ըստ Սահինյանի, տաճարը երկթեք տանիքին ունեցել է երթիկ։ Հենց այս նախագծի հիման վրա էլ 1968-ից 1976 թվականներին ամենօրյա հսկողությամբ իրականացվեց տաճարի վերականգնումը։ Հիմնադրումից ուղիղ 1900 տարի անց կառույցը ստացավ իր նախնական տեսքը։